Մայիսի 9 հայերիս համար պատմական և հիշարժան ամսաթիվ է։ Տարբեր ժամանակներում այսօրն արձանագրվել են շրջադարձային հաղթանակներ։ Եվ չնայած պատմության ընթացքն այսօր այլ է, մենք շարունակում ենք նշել եռատոնը և պահպանել ամենակարևորը՝ լավատեսությունը, լուսավոր գալիքի ու նոր հաղթանակների հույսը։ Կարևորելով մայիսի 9-ի հաղթական ու տոնական խորհուրդը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ այս տարի համայնքում կազմակերպվել էին մշակութային տոնական ծրագրեր, որոնց ներկա են եղել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, պաշտոնատար անձինք, վետերաններ, ազատամարտիկներ, հյուրեր, կոլեկտիվներ և մեծաթիվ բնակիչներ։ Միջոցառումների շարքը բացվեց համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձի մեջբերմամբ։ Տոնական համերգային ծրագրի, ապա նաև հանդիսավոր քայլերթի նպատակն էր ոգեշնչել ու համախմբել քաղաքացիներին։ Թմբուկների զարկերի ներքո զինվորական նվագախմբի ուղեկցությամբ ներկաները մեծ երթով շարժվել են դեպի անմար կրակի հուշահամալիր։ Երթը և օրվա միջոցառումները ամփոփվել են հարգանքի դուրքով։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ծաղկեպսակներ են խոնարհել հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների անունը հավերժացնող հուշակոթողում։ Մայիսի 9-ի միջոցառումների շարքն ավարտվել է հերոսների պուրակում, երթի մասնակիցների կողմից խոնարհումի և ծաղկեդրման արարողությամբ։ Հավերժ հիշատակ հանուն հայրենիքի նահատակված հերոսներին, ուժ և կորով համայն հայությանը։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն այցելել է հետախույզ փոխգնդապետ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վահագն Թումասյանի հուշանկյուն, ծաղիկներ խոնարհել մեծանուն զինվորականի հիշատակին։ Մայիսի 9-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանական կողմին Պաշտպանության նախարարությունը կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը այն մասին, թե իբր մայիսի 10-ին ժամը 9:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է այսօր Սյունիքի մարզ։ Վարչապետը կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը։ Նա շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին։ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը, ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի կապանում մշակութային կյանքի ակտիվացման ու զբոսաշրջության խթանմանը։
Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը, գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով եւ ազգային նատյուրմորտներով։ Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ։ Հրանտ Դանիելյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում Հայաստանում, ԱՊՀ-ում եւ արտասահմանյան այլ երկրներում։ Դանիելյանի ստեղծագործությունները ընդգրկում են տարբեր ժանրեր՝ նատյուրմորտներ, բնապատկերներ եւ դիմանկարներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova։ Նա նշել է, խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։ Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դա տարածքային պահանջներից հրաժարվելն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ասել է արտաքին գործերի նախարարը, հավելելով, որ կողմերի միջև շփումները շարունակվում են։ Դատավորների Եվրոպական միության անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ։ Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը եւ ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Թանգարանի տնօրենը անդրադարձել է նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ, Գանձակ, Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված 3 խաչքարերին, շեշտելով կապը տեղի ունեցածի եւ Հայոց ցեղասպանության միջև։ Տարբեր երկրներից ժամանած դատավորները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է հուշապատի հետնամասում տեղադրված հուշաքարերի պատմությունը եւս։ Այդ հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների եւ ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական քաղաքական գործիչների, մտավորականների եւ միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները։ Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններին։ Այցի ավարտին դատավորների Եվրոպական միության անդամները հիշողության պուրակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տնկել են արծաթափայլ Եղևնի։ Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի 3 ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է եւ որ Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված, փոխանցում է CBS News-ը։ Լարվածության վերջին սրացումն առաջացել է անցյալ ամիս Պահալգամի ահաբեկչությունից հետո, որին Հնդկաստանը գտել է Պակիստանի մասնակցության ապացույցներ։ Պակիստանի զինվորականները հայտնել են, որ օգտագործել են միջին հեռահարության Ֆաթեհ հրթիռներ, հարվածելու հնդկական հրթիռների պահեստին եւ Պատհանկոտում եւ Ուդհամպուրում գտնվող ավիաբազաներին։ Բանակի ներկայացուցիչ գեներալ լեյտենանտ Ահմադ Շարիֆը հեռուստաուղերձում ասել է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը անվտանգության մեջ են հնդկական հարվածներից հետո, ավելացնելով, որ հնդկական հրթիռներից մի քանիսը հայտնվել են նաեւ Հնդկաստանի արևելյան Փենջաբում։ Պակիստանի հայտարարության համաձայն հնդկական հրթիռները թիրախավորել են Ռավալպինդի կայազորային քաղաքի Նուր Խան ավիաբազան, Չակվալ քաղաքի Մուրիդ եւ արևելյան Ֆենջաբ նահանգի Ջհան շրջանի Ռաֆիկի ավիաբազաները։ Շարիֆի խոսքով հնդկական հրթիռների մի մասը հարվածել է նաեւ Աֆղանստանին։ Հնդկական բանակը ուրբաթ երեկոյան հայտարարություն էր տարածել, որ անօթաչու թռչող սարքերը նկատվել են Պակիստանին սահմանակից Հնդկաստանի շատ նահանգներում եւ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում, ներառյալ շրջանի գլխավոր Սրինհահար քաղաքում 26 վայրերում։ Հաղորդագրությունում նշվել է, որ անօթաչուներին հետևել եւ ոչնչացրել են։ Իրավիճակը մշտապես վերահսկվում է, անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ, նշված է հաղորդագրությունում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հայտարարությունում էլ ասվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ եւ կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, ապագա հակամարտություններից խուսափելու համար։
Կաթոլիկ եկեղեցուն նոր գահակալ Հռոմի Պապ մայիսի 9-ին Սիքսթինյան մատուռում մատուցել է իր առաջին պատարակը ընտրվելուց ընդամենը 24 ժամ անց։ Իր քարոզում նախազգուշացրել է հավատքի պակասի վտանգների մասին եւ հույս հայտնել, որ եկեղեցին կարող է դառնալ լույս աշխարհում տիրող մութ գիշերների մեջ։ Նոր Պապը նախկին կարդինալ Ռոբերտ Պրևոստը, ով նաեւ կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացին է այս պաշտոնում, հանդես է եկել հանգիստ եւ վստահ տեսքով։ Նա ծնվել է Չիկագոյում, սակայն 2 տասնամյակ որպես միսիոներ ծառայել է Պերուում։ Պատարակի ժամանակ նա սկզբում խոսել է անգլերեն, ապա քարոզը շարունակել սահուն իտալերենով։ Քարոզում 69-ամյա հոգևոր առաջնորդը ընդգծել է, որ ցանկանում է ծառայել որպես հավատարիմ կառավարչի դերակատար ամբողջ եկեղեցու համար։ Հինանց շրջանի գունագեղ կիրակիներից Սուրբ Զատկին հաջորդող երրորդ կիրակին Կարմիր է կոչվում։ Կարմիր կիրակին ընդգծում է քրիստոնեական քաջությունը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Կարմիր անունով հիշատակվում է Քրիստոսի թափածարյունը մեր փրկության համար եւ խորհրդանշում Տիրոջ արյամբ ծաղկած հաստատված եկեղեցին։ Կարմիր կիրակին նվիրված է նաեւ ավետարանական այն պատմությանը, թե ինչպես Հիսուսը հերթական անգամ երևաց աշակերտներին Տիբերիայի լճի ափին։ Պետրոսը վերականգնվեց իր պաշտոնում, Քրիստոսը նրան 3 անգամ հարցրեց. «Սիմոն Հովնանի որդի, դու սիրում ես ինձ»։ Պետրոսը 3 անգամ պատասխանեց Հիսուսին վստահեցնելով. «Այո, Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Ի պատասխան այդ վստահեցմանը Տերը Պետրոսին հանձնարարեց. «Արազեցրու իմ ոչխարներին»։ Կարմիր գույնի խորհրդանիշներին անդրադառնալով տեղեկանում ենք, որ Եսայի մարգարեն այն որպես հաղթական գույն է համարել։ Ով է սա, որ սուրալով գալիս է Եդովմից, որի զգեստները բոսորի կարմրություն ունեն գեղեցիկ պատմուճանով եւ հուժկու զորությամբ։ Ինչու կարմիր են զգեստներդ հնձանահարի հանդերձների նման։ Քրիստոնեությունը երբ ուզեց իր հարուցյալ փրկչին պատկերելով ներկայացնել, զգեստավորեց նրան կարմիրով։ Ուրեմն կարմիր կիրակին հիշեցնում է մեզ Քրիստոսի հարությամբ ապահոված մեր կյանքի կարևորագույն հաղթանակը, թե մեր քրիստոնեական կյանքը պայքար է չար զորությունների դեմ, որոնք մարդուն նվաստացնում են եւ ցեխին հավասարեցնում։ Կարմիր կիրակին մեզ այցելում է ապրիլին կամ մայիսին, այսինքն տարվա այն եղանակին, երբ նոր վերազարթնած բնական կյանքը պայքարի է դուրս գալիս ցրտի, խստաշունչ հովի, եղյամի եւ այն բոլորի դեմ, որոնք սպառնում են արթնացող կյանքին։ Կարող է պատահել, որ նոր բացված չհասած պտուղները սառեն վերահաս եղյամից, սակայն ծառի եւ տունկի կյանքը շարունակում է իր գոյությունը, ապագայում պտղաբերելու հույսով։ Կյանքը շարունակում է իր ընթացքը եւ հաղթանակը, որովհետեւ արևը եւ եղանակը, որոնք օրըստօրե ավելի են տաքանում, ի նպաստ նրանց են Հովսեփ Ավագ քահանա Հակոբյանի խոսքով քարոզ կարմիր կիրակի օրվա առիթով։ Փրկարարծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարիլիչ տանող ավտոճանապարհը։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից փոխանցում են հանրապետության տարածքում մայիսի 12-ից 13-ի գիշերը առանձին շրջաններում 11-ից 13-ի ցերեկը եւ 14-ից 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, 12-ից 15-ին առանձին հատվածներում հորդառատ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում եւ կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնությունը սպասվում է 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ից 15-ին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։